Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Շարունակում ենք մեր բնակից հաղորդումը։ Այսօր մենք բոլորս կանգնած ենք մի ճակատագրական հարցի առջև, կլինի Հայաստանը որպես անկախ պետություն, թե չի լինի։ Դուք հիշում եք անցած բնագծի ժամանակ ես խոսեցի, որ մենք երբևիցե չենք ունեցել այսպես ստրատեգիական ծրագիր կապված Արցախի հարցով, նույնիսկ տնտեսության հարցով եւ այլ կրթության հարցով չենք ունեցել ոչ մի ծրագիր, ինչ որ սիտուացիոն որոշումներ են կայացրել։ Ես ասացի եւ պետք է կրկնեմ, որ 88 թվականի փետրվարին, երբ որ մենք սկսեցինք այսպես կոչված Ղարաբաղի շարժումը, Ղարաբաղի համար պայքարը, մենք սաղ աշխարհին համոզում էինք, որ Ղարաբաղը դա Հայաստանի տարածք է, մենք դրա համար ենք կռվում, որ դա մեր պատմական հողերն է, մենք դրա համար ենք կռվում։ Հետո մեկ էլ չգիտես ինչի, այդ սաղ փոխվեց, չեմ ուզում կրկնեմ, սկսին գոռալ, որ Ղարաբաղը դա պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, բոլորս հասկանալով, որ դա չի լինելու։ Շատ հետաքրքիր մի հատ դրվագ բերեմ, կոլեգիաներից մեկի ժամանակ Վազգեն Սարգսյանը ջղայնացած ասեց, որ մենք այնքան ենք ասել Ղարաբաղը անկախ, որ ինքներս էլ ենք սկսել դրան հավատալ։ Ինքը պարզ հասկանում էր, որ դա ճանապարհը դեպի Ղարաբաղի ադրբեջանացմանը։ Դրա համար էլ երևի թե եղավ են ինչ որ եղավ։ Փաստացի կարանք ասենք, որ մենք մեր պատմության մեջ միայն 88 եւ մինչեւ 94 թվականը պայքարել ենք, միայն այն ժամանակ ենք պայքարել մեր ստրատեգիական հետաքրքրությունների համար։ Եվ բավականին լավ այդ հարցը լուծել էինք։ Մնում էր միայն դնել վերջակետ։ Իսկ սկսած 94-ից կամ 95-ից, երբ որ առաջացավ Ղարաբաղի անկախության հարցը, մենք կատարել ենք այլ երկրների ծրագիր։ Մենք պետք է դառնանք պետական ժողովուրդ, պետություն ստեղծող ժողովուրդ մեր անձնական հետաքրքրություններով։ Դրա համար մենք պետք է այսօր հասկանանք, ինչ կարող ենք անել, որ մեր երկիրը հանենք այդ վիճակին եւ պետք է գծենք այդ ճանապարհային քարտեզը, որը պետք է բխի մեր ստրատեգիական ծրագրերից։ Բայց այդ մասին ավելի մանրամասն մենք խոսենք ապագայում։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերների այսպես աուդիտորիան բավականին լայնանում է եւ մեծանում է։ Ես շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են նույն ձև, ոնց որ մտածում եմ ես։ Մենք պետք է բոլորս միասին ստեղծենք մեկ ուժ, որը որ չի լինի կախված այլ երկրների ծրագրերից, որը որ չի լինի այսօրվա կամ անցած իշխանությունների սատելիտներից։ Իրենք ունեցել են հնարավորություն, բայց այդ հնարավորությունը բոլորը օգտագործել են եւ այսօր էլ օգտագործում են իրենց օգտին։ Փաստը հենց այն փաստաթուղթն է, որի մասին ես խոսեցի եւ որ ասեցի, որ այդ փաստաթուղթը միայն իմ մոտ չի։ Մեր մոտ դա հայտնվել է 2 ամիս առաջ, այդ փաստաթուղթը։ Պարզ ասում եմ ձեզ։ Դրա արդիվ շատ հարցեր են տալիս եւ ես կուզեի մի քանի հարցի պատասխանեի։ Ու հարց առաջին, չեմ ուզում անունները տամ, բա պարոն գեներալ ջան, ինչին եք սպասում, խիչ եք հրապարակում, ինչն է պատճառը։ Ես ասեմ հետևյալը, Ժողովուրդ ջան,
Եթե ես այսօր այդ փաստաթուղթը հենց այնպես դրեցի եւ հրապարակեցի, ու հավատացեք, մեր կողմ խոսալու են ու մոռանան գնա եւ փաստացի այդ փաստաթուղթը չի ծառայելու իր նպատակին։ Փաստաթուղթը պիտի հրապարակվի ճիշտ պահին։ Ոչ մեկ, մանավանդ ես, ոչ մի գործարքի մեջ իրանց հետ չենք պատրաստում մտնենք։ Ինչի համար։ Որովհետև իրենք չեն կարող ինձ նես բան առաջարկեն, որ ես համաձայնվեմ, դա առաջինը, երկրորդն էլ ես նման փաստաթղթերով գործարքներ չեմ անում։ Ուզում եմ հասկանաք։ Եվ երրորդը, եթե ես ուզենայի գործարք անեի, ես այս փաստաթուղթը չէի հրապարակի։ Ես այսօրվա վարչապետի հեռախոսի համարն էլ գիտեմ, իր այդ կողքինների հեռախոսի համարներն էլ գիտեմ, կապի միջոցների ձևերն էլ գիտեմ։ Կվերցնեի, օրինակ, կզանգարեի եւ առաջարկություն կանեի։ Ոչ մեկն էլ չէի կիմանա, ու այսօր իմ մասին, ասենք, նման բացասական արտահայտություններ չէի կանեի։ Ամեն ինֆորմացիա պետք է ճիշտ կիրառես, որպես մասնագետ եմ ասում։ Ամեն տեղեկություն պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում արտահայտես։ Հակառակ դեպքում այդ տեղեկությունը կզրոյանա եւ իր նշանակությանը եւ իր արժեքը կորցնի։ Ինչ վերաբերվում է մյուս հարցերին, նու հիմնականում, ասենք, դրական, այսպես, աջակցության կարծիքներ կան եւ կարծում եմ, որ մենք պետք է մի հատ այսպես ուսումնասիրենք այսօրվա մեր երկրում կատարվողը։ Տեսեք, հիմնական թիրախը դա այսօրվա եկեղեցականներն են եւ զինվորականները։ Ամեն օր լսում ենք, որ ձերբակալեցին ծառայողի եկեղեցուց, օրինակ ես վերջերս այդ Արշակ Սրբազանին, եւ ռոզիսկ են հայտարարում ինչ որ մի գեներալի, այդ գեներալը Գրիգորի Խաչատուրովն է։ Ինչի համար, որովհետեւ այդ երկու կառույցը դեռ ունեն հայանպաստ գաղափար, դեռ ճանաչում են հայոց պատմությունը, դեռ հռչակում են, որ մենք առաջի պետությունն ենք, որ քրիստոնյա ենք եղել։ Այդ մարդիկ ասում են, որ ղարաբաղցիները պետք է վերադառնան իրենց հողերը։ Տեսեք, այսօր հարևան երկրի ղեկավարը ինչ է խոսում, ինչ ձև է հասկանում արդարությունը, հասկանում է ուժի տեսակետից, որտեղ մեր երկրի ղեկավարը կզել է, ես նույնիսկ եմ կրկնում, նա միանձնա է հանձնել Արցախ։ Թող ցույց տա այն մարդուն, որի հետ ինքը խորհրդակցել է գոնե։ Թող ցույց տա իմանանք, եթե այդպիսի մարդ կա։ Ասում ժողովրդի ասածն եմ անում, ժողովրդն ասել է գնա Պրագա Արցախը հանձնի, ես կոչ եմ անում նորից բոլոր եկեղեցականներին, բոլոր մեր սուրբ վայրերի ծառայողներին, մեկը մեկի վրա մի գրեք, մանավանդ սուտ։ Կոչ եմ անում գեներալներին եւ սպաներին, մեկը մեկին վրա սուտ մի գրեք, ինչի դիմաց ուզում ա լինի։ Չգիտեմ, ձեզ կալանավորել են, ասեն տուն կբաստողեն, ես կարամ ասեմ, կան մարդիկ, որոնք այդպես են արել։ Դե ասում են ինչ անենք, ասում են դեմ են տվել, մենք էլ գրել ենք։ Ինձ պատասխանել են։ Ինչ ասում դեմ են տվել, դու սպա ես, դու գեներալ ես։ Դու քովրակ կրակեն, դու պիտի գլուխդ չիջացնես։ Բայց քեզ մի հատ թուղթ, մի հատ 25 տարեկան, 30 տարեկան քննիչ դնում է դեմդ։ Ասում այդ տղա գրի, դու էլ լելով գեներալ, մի քանի պատերազմ անցած։ Քո անձնական կոմֆորտի վրա չվիրավորվելով այդ քննիչի խոսալու ձևից, ինձ պատմում են ոնց են խոսում ոմանք։ Այն քննիչները, որոնք չեն ապրել այդքան, ինչքան դու ծառայել ես։ Քեզ ասում են արա գրի, դու էլ գնում ես ու գրում ես։ Ինչ ասեմ, դա մայլ պարտվել ենք։ Այսենց տականք արարք չպետք է լինի ոչ եկեղեցուն մեջ մեր ծառայակիցներին, սուրբ զինվորներին մեջ, ոչ էլ պետք է լինի սպայական կազմի մեջ։ Այդ դեպքում այս իշխանությունը ոչինչ չի կարող անի։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ով սիրում է իր հայրենիք, բոլոր նրանց, ով զինվոր է իրեն համարում իր հայրենիքի համար,
միանալ մեր կուսակցությանը։ Իմիջիայլոց դե հարցերից մեկում ասում է, դե դուք ասում եք տենց եք անում, որ միանանք ձեր կուսակցությունը։ Մենք կուսակցությունը ստեղծել ենք, որ այս վիճակից դուրս գանք օրենքի շահմանում, բայց արդեն գալիս ենք այն բանի, որ ոնց որ թե օրենքով ոչինչ չի ստացվում։ Ինքը օրենք է խախտում, ինքը մեր վրա անօրինական գործեր է հարուցում, ինչի մենք պետք է օրենք պահենք, չեմ հասկանում։ Դե մի գործ էսյան, մի գործ այնյան, ինչ տարբերություն։ Իվր արդեն մի քանի գործ կա։ Բայց ես դրա կողմնակից չեմ, ասեմ դες։ Հեսա վազելով գնացեք մի հատ էլ գործ հարուցեք։ Ես գտնում եմ, որ կան ճանապարհներ, որ այսպես ականջից բռնենք ու շպրտենք դեռ այն կողմ այդ բոլորի։ Մենք պայքարելու ենք։ Քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց ազգեր, որոնք հանձնվում են, նրանք վերանում են։ Շնորհակալություն։